Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ուրեմն այդ կարճ վիդեո դնենք, հետո հանկարծ դուրժեն ձեզ եւ կարծում հանրությանը հետաքրքրող թեմաներից կլինի տաքսի ծառայության ոլորտը։ Մենք իհարկե փորձում ենք ամեն ձև իրազեկենք, բայց կարծես թե տպավորություն սա է, որ այդքան էլ լավ մեր ասածը հանրությունը չգիտի, բայց ձեր կյանքում մի քանի բան է տեղի ունեցել եւ տաքսիստների կյանքում։ Հիմա մենք անդրադառնանք Գեորգ Գևորգյանի ասուլիսին, տարեկան ամփոփ ասուլիսին, որտեղ նշվում է, որ մեր կյանքում, ուշեշտումը տաքսիստների կյանքում ինչ որ բան է փոխվել։ Մի հատ այդ հարցին։ Մինչև այս պահը Գեորգ Գևորգյանի ուրեմն զրույցի ես որպես վարորդ հասկանամ ու հասկանում եմ, որ ինչ որ փոփոխություն է եղել on-line տաքսի այս ոլորտում։ Հիմա ես ուզում եմ հետո մնացածը լսենք։ Դնեմ, հա։ Դուք որ հիմա բացեք Yandex իր հետ է տեղ ունեցել, դրա համար իր անունն եմ նշում, ոչ թե գովազդարում, Yandex-ի այսպես ասած app-ը ու ուզենակ տեսնեք, թե ձեր ուղղությունն Ստեղ մեկ կարևոր բան ասեմ, որ Գեորգ Գևորգյանը նույնպես հեղում անում, որը Yandex-ում է տեղի ունեցել։ Ահա, սկզբի խոսակցությունը ես որպես վարորդ հասկացա, որ սֆերայում ոլորտում փոփոխություններ տեղի ունեցել, այսինքն բոլոր օպերատորների մոտ։ Խիտ են հասկացար, որովհետև խոսվում ոչ մի բան, որտեղ խոսվում պետական կառույց, այո, մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ու ներկայացնում է իր ամփոփ աշխատանքը։ Այո։ Բայց չգիտես ինչու հղում անում մասնավոր հարթակի ինչ որ փոքրիկ փոփոխություններին, որոնք կարող է դրական, բայց այնքան չնչին ազդեցություն ունեն մեր կյանքում, բացառությամբ ձեր Հիմա մնացած ասածի մեջ մենք պետք է տեսնենք, թե արդյոք իրանք են։ Հա։ Դա արդեն ասում փոխել թե Yandex Armenian-ը փոխել իր ծրագրի մեջ ինչ-որ խոսքը ինչի մասին է, որ փոփոխությունների մասին։ Տեսած են, հա։ Չցեք գոյանում, հենց հիմա կարող եք ստուգել, սխում եք տեղ գնի վրա եւ ինքը ցույց է տալիս, թե գինի ինչ է բաղկացած լինում, այդ որ էլ տոն, անձրև, կարկուտ տենց բաներով, որ բոլորը մեզ չասեն, ինչի գինը տենց եղավ, այնտեղ մի քանի կա մինիմում գին, կա այսպես ասած պահանջարկի սուրճը, հեսասակը բացատրեմ ինչա, եւ գնի գոյացման երկու կոմպոնենտ, մեկը ժամանակն է, մյուսը կիլոմետրը, այսինքն եթե A կետից B կետ հասնելու ժամանակը կարճ է, այդտեղ կարճ է եւ քիչ է գումար գեներացում, եթե երկար է ավելի բնականաբար շատ է։ Էությունը կայանում է նրանում, որ ըստ էության կիլոմետրը կարողանում է ծախսել կատարված ծախսերը այդ ուղևորության, իսկ ժամանակը արդեն այսպես ասած տաքսու վարորդի աշխատած գումարն է։ Իսկ ինչ է նշանակում այդ սուրճը, պահանջարկի սուրճը, այսինքն եթե մի ծառայության պահանջարկը էական շատանում է, գործակից էր կիրառվում, առաջ գործակիցը մինչև 4 անգամ կարող է շատանալ, հիմա մենք սահմանափակել ենք, գրել ենք 3 անգամ, 2 անգամ ավելանալուց հետո այդ գումարը այլևս Yandex-ին չի գնում եւ ամբողջությամբ գնում է տաքսու վարորդին, իսկ մինչև երկուսը համամասնորեն է բաշխվում։ Մի կարևոր բան Yandex ընկերության տրվող միջնորդավճարը ստարտ ամենա մատչելի տարբերակում, որ ամենաշատն է կիրառվում, քչացրեցինք եւ այդ վարորդի ծառայության փողը գնաց վարորդին, արդեն դրա պրեմիում բիզնես եւ մնացած դասերում բարձրացրեցինք դեպի Yandex եւ մի հատ է բան կար, դուք տեսել եք երևի պլյուս ծառայություն կար, որի իմաստն է, որ այն մարդիկ, ովքեր բաժանորդագրվում են դրան, այդ գումարը գումարի դիմաց իրանք ավելի զերծ տարբերակով են կիրառում, այստեղ այդ քեշբեք կոչվածներ ամբողջությամբ այսօր վճարվում էր վարորդի կողմից, դուք գումարը մուծում եք Yandex-ին, բայց ամբողջությամբ վարորդի կողմից ու ենթադրում եմ վարորդը ավելի շատ տեղից ծառայություն ասեմ, մենք ամբողջությամբ փոխեցինք ամբողջ գումարը այս պահին վճարելու է Yandex ծառայությունը, իսկ օգուտները ստանալու են եւ վարորդի Yandex, այսինքն
գումարը տեղափոխվեց։ Դու մենք երկու խնդիր ունենք, համ վարորդների հարցը պետք է կարողանային կարգավորել, այսպես ասած, համ մարդկանց սպառողի հարցը, դրա արդյունքում կարծում բավականին բալանսավորված է։ Չհաշված նաև այնտեղ այլ փոփոխություն է, կամ դու կարող եք ձեր մեքենան տեսնեք, թե ինչ մեքենա է գալու ձեր համար արդեն ոչ թե փաստացի ընտրելուց, այլ ծառայություն ընտրելուց։ Ըստ էության կարևոր մասերը ասված է արդեն։ Հիմա քո հարցը Զավոջ։ Հիմա իմ հարցը թե ինչու, քանի որ շեշտվեց Yandex-ի մասով, հիմա ես որպես վարորդ ինձ հետաքրքիր է։ Ինչու մնացած այլ օպերատորները չունեն այդ գնային կոմպոնենտների այդ Հա, այսինքն այդ հաշվետվականություն։ Հա։ Հիմա քանի որ Գեորգ Գևորգյանը եւս նշեց, որ դա տեղի է ունեցել Yandex-ում, բայց չգիտես ինչու Yandex-ում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացվում է որպես մշտական պաշտպանության տարեկան ամփոփիչ ասուլիսի նյութ, որը ես նորմալ չեմ անում, որովհետև դա Yandex-ում է տեղի ունեցել։ Կարող է կուլիսներում մշտական պաշտպանության հանձնաժողովը նպաստել է Yandex-ում այդ փոփոխությանը։ Բայց դա ներկայացնել որպես մշտական պաշտպանության հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի նյութ, ես սխալ եմ համարում, որովհետև ոչ թե կարգավորվել է իրաց կողմից միգուցե եղել է քննարկումներ, Yandex-ն էլ ասել է սենց անենք։ Հիմա երկրորդ կարևոր բանը, այդ փոփոխությունը, որ միջև կրկնապատվերի արժեքի միջև կրկնապատիկից է ինքը գանձում տարիֆ բաղադրիչի արկայության դեպքում, այդ այնքան քիչ է, որ օրինակ ես կարամ այս մի ձեռից վրա հաշվեմ, թե քանի հատ տենց պատվեր եմ արել այս տարի, 16 Ես նոյեմբերի 14-ից մի պատվեր եմ արել, որից 100 դրամից ընդամենը չի գանձել։ Այսինքն խոսքը գնում է ամսական 200-ից 300 կամ 400 դրամի մասին։ Հա, կարա չլինի։ Այդքան խնայողության մասին։ Այսինքն դա ներկայացնել որպես առավելություն, որ կարա տաքսու վարորդի կյանքում բան փոխի, եկեք Աբսուրդ է։ Մեկ է դա աբսուրդ։ Մեկ է, մյուսը որ շեշտում է, որ ստարտ սակագնում իջացրել ենք տոկոսադրույքը։ Եկեք հիշենք, ստարտ սակագնում ծառայության միջնորդավճար 14.9% էր, ճիշտ է նախկինում։ Հիմա 14.9 դարել է 14.5։ Այսինքն Գեորգ Գևորգյանը հղում է անում այս 0.4%-ին, հա? Մեկ պատվերի արժեքը միջին չեկը համախառը 900 դրամ է ստարտի դեպքում։ Եթե հաշվես, որ պատվերն է միջին չեկի 900, այսինքն մենք խոսում ենք մի պատվերից 3.6 դրամ գումարի մասին, հա? Այսինքն եթե վարորդն անում է օրինակ ամսական անում է 300-ից 400 պատվեր, առավելագույնն է վերցնեմ 400 պատվերի դեպքում, այս մենք գործում ենք մի 400 դրամ։ 1440 դրամի մասին։ Այսինքն սա եւս դիտարկել որպես մեզ Ստարտ սակագինը, եթե 300-ից 400 պատվեր անի, ամիսը շահում է 1200-ից 1400 դրամ։ Ահա, բացի դրանից, բայց նաեւ տուժվում է, որի մասին չի խոսում Գեորգ Գևորգյանը։ Հիմա տուժվելու մասին մենք բացահայտենք։ Եթե օրինակ տվյալ ստարտի վարորդը կատարի հիմա 10000 դրամանոց պատվեր, որ նախկինում 5000 դրամից Բերսեն սևակերպենք վարորդները հասկանան։ Եթե ստարտի վարորդը գոնե 30 օրվա մի ամսվա մեջ մեկ անգամ գնա Դիլիջան, մեկ անգամ 15000 15000 գրի 15000 մի անգամ դալնի տվե այդ ամիսը իրան։ Այդ ամիսը մի անգամ գնաց Առաջ ինչքան էր տանում, հիմա ինչքան է տանում։ Նախկինում 5000 դրամից տանելու էր 14.5%-ը, ճիշտ է, 14.5%-ը։ Հիմա ինչքան որ կանի, հիմա 15000-ից է տանում, այսինքն 10000 դրամ ավել, 10000 դրամին 14 բերը իրա շատացել է 3 անգամ։ 3 անգամ մի պատվերի գծով։ Հա, մի պատվերի։ Այսինքն մի հատ 1400 դրամ արդեն այս մի պատվերի մեջ տուժվում է։ Այսինքն այդ մի եթե մի հատ հեռահար պատվեր անի 15000 դրամից, այս իրաց տված օգուտը հոդս է ցնդում։ Դառնում է արդեն ոչ մի բան։ Այսինքն ստեղից հետևություն այդ ստարտ սակագնում ձեր տված առավելությունը դիտարկելու որպես առավելություն, դա եւս 0, ոչ թե 0, մնացաբեր է։ Այսինքն եթե երկրորդը Դիլիջան կատարի, ինքը ստացվում է որ տուժվեց, որտեղ շեմը բարձրացրել է Yandex-ը։ Հետո այդան զերչերի մասով, որը որ մենք այո, զերչերի մասով եղել է բարձրասակագներում փոփոխություն, չէ՞։ Զերչը արդեն նախ զերչ չկա արդեն, կա cashback, նախին 10% զերչին փոխարինում է 5% cashback։ Ինձ իստեմ հետաքրքիր է, ասենք այդպիսի մեծ կամպանիան, որը 10% բերել էր վարորդի պարոնոցին տարիներ շարունակ,
այսօր ինչա իր հաշվին է 5% է սարքել։ Ինքը մենակ ինչքան գիտեմ, մենակ քարտային տարբերակից է։ Դե հիմա լստի ստեր։ Հիմա ինչ եղավ, բանը կոմֆորտ եւ բարձր սակագներում 14.9%-ը դարձավ 16.5, ճիշտ է։ Այսինքն 1.6%-ով թանկացավ։ Ու նախքին մեր պատվերների մոտ 30-40%-ը ամենապակասը զեղչով էր, ճիշտ է։ Ու հիմա այդ 10%-ը իջել է դարել է 5%։ Հետևաբար, եթե պատվերների 1/3-ը զեղչով էր, հիմա այդ զեղչը գնաց իր հաշվին, 1.6-ը որ բազմապատկում են 3-ով, ելում է 4.8%։ Այսինքն, այս 1.6-ը բարձրացնելով ինքը կոմպենսացնում է այդ 5% քեշբեքը։ Այդտեղ էլ ենք ինչ որտեղ խոսքի համաձայնվել, ասել են որ ավելի լավ է օրինակ 1.6% բարձր լինի, բայց ստեղ էլ ինչ որտեղ տուժում շեմի բարձրացման շնորհիվ, այսինքն նույն էլի 5000-ի շեմը մնում է խնդիր։ Հա, 5000-ի շեմը, որ հիմա 40000 դրամանոց պատվեր կատարի, կամ 20000 դրամանոց պատվեր կատարի, արդեն այդտեղ սկսում է նորից տուժվել։ 40000-ի ուրեմն 10000-ը որ միջնորդար վճար տա, մի 6-7000 գազ տա, դու պատկերացրեք ինչ է այդ մարդը։ Հա, 40000-ից 10000 գանձում է։ Հա, բայց ոչինչի դիմաց, ոչինչ ասելով ես համարում եմ այսօրվա միջնորդավճարները օդից փող։ Օդից փող է գալի իրենց։ Հետո ինչ հարց ուներ առանձնացած, ասա։ Так, հետո իմ համար մի քիչ կարևոր հարցը, ինձ շատ հետաքրքիր է, եթե օրինակ լավ ոչ բոլոր օպերատորներն են այս փոփոխությանը գնացել։ Բա այդ դեպքում, եթե գնացել է միայն Yandex.co Armenian, այդ դեպքում Yandex.co Armenian-ի վարորդը ինչի այդ կոմպոնենտները, թափանցիկությունը, հա, ինչի վարորդը չի տեսնում կիլոմետրը, պատվեր ստանալուց։ Երբեմն չի տեսնում բեկետը, որովհետև վաճառվում է փաստացի բեկետը։ Վարորդին, եթե պլատին չունի, եթե չգիտեմ ինչ չունի, պլատին է որ ունենաս, եթե ցածր լինի պրիորիտետը, էլի չես տեսնի բեկետը։ Մի խոսքով, այս ամբողջը ինչի վարորդը չի կարող տեսնի, ինչի է վարորդի մոտ կույր, ինչի պետք է վարորդը հասնի պատվիրատուի մոտ, նոր տեսնի ուր է գնում, քանի կիլոմետր է ու հրաժարվի պատվերից պատվիրատուին թողելով դրսում։ Ահա, այսինքն մենք որ նամակ գրեցինք իմ անունից վարչապետի աշխատակաց, դիմելով վարչապետին, որ ընդհանուր իմաստը այն էր, որ համակարգը դարձնում են չարաշահման համակարգ, այսինքն այդ բաշխման համակարգը եւ ընդունելու, չեղարկելու բանը ցուցանիշների նվազեցումները այն բանի վրա է դրած, որ վարորդը կարա օբյեկտիվ պատճառներով բաց թողնի պատվեր ու զրկվի ցուցանիշներից, հետեւաբար զրկվի բեկետ տեսնելու հնարավորությունից եւ այլն եւ այլն։ Հենց մեկը պատվերի ստեղծման այդ ժամանակը 12 վայրկյանը, քանի որ վարորդը միշտ ղեկին է ու ընթացքի մեջ է, ինքը կարա մի շարք դեպքերում պատվերները չկարողանա ընդունի հենց զուտ երթևեկությամբ պայմանավորված։ Ոչ մեկ չի ասում ինչու է Yandex օրինակ կամ մյուս օպերատոր 12 վայրկյանը պատվերը բաց թողնելու համար վարորդին իր ցուցանիշները նվազեցնում։ Արդյոք դա օբյեկտիվ է։ Եթե ինքը ղեկին է ընթացքի մեջ, ինչ պարտավոր է ինքը ամեն պատվերին, առավել եւս երբ որ դու պատվերի մեջ ես, ինքը քեզ բան անում, քո ցուցանիշները նվազեցնում է պատվերի չընդունելու համար։ Դա ճիշտ չի, պետք է հենց այդ ու բեկետը ցույց չի տալիս, ստեղծման պահին բանը ակետից բեկետը ժամանակը տարածությունը ցույց չի տալիս։ Այս հարցը որ ես տվեցի, հա, ուրեմն այս հարցը ուղղակի հարց չէ։ Եթե կան, օրինակ, եթե կա 50000 վարորդ, կոնկրետ թիվ չկա։ հա, 50000 վարորդին շատ հետաքրքիր է այս հարցը։ Ես ուզում եմ որ այս տեսանյութը իրանք դիտելուց ծանոթ հետևան ու պատասխան տան վարորդին։ Ինչու վարորդը չի տեսնում, այն ինչ տեսնում է պատվիրատուն։ Ինչ է դառնում պատվիրատուն այլ գործողություն է կատարում, վարորդն այլ գործողություն։ Էլի սպառող են Yandex-ի համար։ Մենք Yandex-ի համար սպառում ենք, իրանք էլ Yandex-ի համար սպառող են, չէ՞։ Հա, այսինքն մենք հավասար պրոստը մենք կատարող սպառող ենք, իրանք օգտվող սպառող են։ Ինչի հիմա տարբերությունը ո՞րն է, ով կարա օրինակ բացատրի։ Ոնց կարան մեզ օրինակ հրամ ծնեն, ասենց ասեմ, որ գիտեք ինչ, այս դեպքում օրինակ պատվիրատուն ուրիշ առավելություններ ունի, դու քանի որ նվաստիս վարորդ, դու չունես այս առավելությունը։ Այդ եւս մենք բարձրացրել ենք այդ հարցերը մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, կապված նաեւ նույնականացման պատվերի ստեղծման պահին նույնականացուցիչի անհրաժեշտությունը մենք դիմել էինք
ու իրանք ասում են դե ինչ կարիք կա բան, երբ որ մի հատ խնդիր լինի, իրանք այդ խնդիրը Չէ, իրանք եթե կարիք ստեղծել են խնդիր։ Չէ, մի րոպե, եթե կարիք չկա, սկրինշոտ ուզում ես ինչ անես։ Այո։ Ինքը սկրինշոտ Զանգերի կենտրոնը ասում է խնդիր չկա, եթե խնդիր է եղել, ապա սկրինշոտ դու ես օրինակ կոմպենսացնեմ, լավ։ Հա։ Բայց ես ո՞նց եմ տալու սկրինշոտ։ Եթե լինի նույնականացում, այսինքն եթե նույնականացման կոդը նոմեր zakaz պատվերի համարը, որը գրվում է ավարտելուց հետո настройկաների մեջ, կարգավորումների մեջ, այդ նույնը եթե պատվերը գալուց էկրանին նշվի, ես անձամբ օրինակ զապիս էկրանով եմ վարելու Yandex Go Armenia։ Որ Մի հատ ուրիշ խնդիր կա։ Ես ես վերջերս եթե նկատել եք լինում է դեպքեր պատվեր է գալի 2000 դրամ օրինակ, պատվերը ընդունում է շարժվել է տարի դառնում է 1800 դրամ, 1900 դրամ, պակասում է։ Ու երբ որ դիմում ես Yandex-ին, ասում ես ստեղծման պահին սկզբում եղել ավելի հեռու վարորդ իրան մոտեցման գումարը ալել։ Դեն աբսոլյուտային պատասխաններ, որը տվել էր։ Բայց լսի։ Ասում եմ, բանը, ստեղծման պահին եղել է մոտեցման վճարով, դուք ընդունել եք, դուք մոտիկ եք եղել, մոտեցման վճարը հանվել է։ Բայց դա աբսուրդ է, եթե եղել է գն առաջարկ, դու ո՞նց կարաս եթե նվազեցնես։ Ես այդ պատվերը ընդունել եմ առաջարկով գնի համաձայնվելով։ Բայց մեկ վարիանտ, վարորդը չի կարող ապացուցի, որ հարգելիս պատվերը գալու ժամանակ ինձ չի առաջարկվել մոտեցման վճար։ Եթե այլ վարորդի առաջարկել մոտեցման վճար 300 Ու մենք նրբություն կա։ Ինձ գալուց չի առաջարկվել մոտեցման վճար։ Բացի դա մի հատ նրբություն կա։ Ես սկսեցի սկրինշոթեր անել պատվերը, որը սկրինշոթ է անում, գինը չէ փոխվում։ Մնում է նույնը։ Որը սկրինշոթ չի անում, մոռանում է, հենց դրա գինն է փոխվում։ Այդտեղից էլ հետևություն արեցի, միգուցե ալգորիթմը գրե հենց Yandex-ը, որ տեսնում է, որ վարորդ ընդունելու պահին, նախքան ընդունելը կատարել է սկրինշոթ, ինքը թողում է անփոփոխ։ Այսինքն, այստեղ էլ մենք խնդիր ունենք։ Ոչ թե մենք պետք է սկրինշոթ անենք, առաջարկում են այն վարորդները, ովքեր ուզում են այդ հետախուզությունը անեն, մեկ ռեգիստրատոր միացնեն, հեռախոսի ռեգիստրատոր, որ հեռախոսի էկրանը անկախ հեռախոսի համակարգիչ նկարի։ Մեկ այլ հեռախոսով օրինակ։ Բայց այդ էլ ավելորդ խնդիրներ է ստեղծում։ Հա, չէ, այստեղ հարցը նրանում է, որ վարորդը այս թող ու բովի մեջ պետք է թողի իր ամբողջ գործերը, ում գնի իր ղեկը, իր ուշադրությունը, իր խցանումները, իր պատվիրատուն, անվտանգությունը, ամեն ինչ պետք է թողի ձեր համար, ինչ ասեմ, թիթեր նկարի, ինչ անի։ Դե դա Մի հատ ռեգիստրատոր առնի, մի հատ չգիտեմ ինչ առնի։ որ ինչ որ մեկին ինչ որ մի բան ապացուցի։ Ախր ստենից հասարակ հարցերը, որ լոգիկայից օրինակ դուրս է, թե ինչ չեն ուզում ես մարդիկ, որ բարելավի ես ոլորտը, ինչի չեն ուզում։ Ուրեմն կա կոլիսային բան։ Ես մի բան էլ ասեմ, կապված բարձրացված արժեքի, որ չգիտես ինչու բանը մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ասում է, որ պետք է միջև կրկնակին բան արվի, տոկոս կանձվի։ Այս դեպքում եթե պատվերի արժեքը ընդունենք 10000 դրամ է։ Հիմնական բաղադրիչներով։ Ընդունենք Yandex-ը պլյուս 10000 տարիֆը բարձրացրել։ Այսինքն դու տալիս ես հնարավորություն միջև 20000-ը ինքը գանձի, հələ 600 դրամանոց պատվերը 1200-ից գանձի, էլի հասկացանք։ Ասենք 1800-ից այն 600-ից չգանձի, եթե երրակի տոկոս լինի։ Բա մեծ պատվերների դեպքում Քիչ պետք է լինի միջև կրկնաբար։ Թող ֆիքսը մի օրինակ պլյուս խոսքի 1000 դրամ կամ պլյուս 30% տարիֆի պարագա դրանից ավելից չգանձի։ Ոչ թե կրկնապատիկից ավելից։ Բայց ես ավելի ճիշտ առաջարկ ունեմ։ Ասում եմ, քանի որ օպերատորներն ասում են տարիֆը բարձրանում առաջարկ պահանջարկի սկզբունքով, այսինքն կա մեծ պատվերների քանակ պակաս վարորդներ, դրա համար մենք տարիֆ ենք մտցնում, չէ՞։ Ասում եմ դրա համար մենք տարիֆին վերահսկողություն չենք դնում։ Այսինքն մենք բոլորս վարորդները, պատվիրատուները, կից հարթակները կամ չգիտեմ, պետական մարմինները պետք է վստահեն այդ օպերատորի ալգորիթմներին, չէ՞։ Ես էլ ասում եմ չեմ վստահում, ինքը օրինակ տալիս է պլյուս 500, իմ գնահատմամբ այդ պահանջարկը պետք է լինի պլյուս 1500, օրինակ։ Հակառակն է։ Կամ պատվիրատուն կարող ասի դու ինձ տվել ես պլյուս 1000, մինիմալը բարձրացրել ես պլյուս 1000-ով, ես ասում եմ չէ, պլյուս 300 է։ Հիմա ես չեմ վստահում հարթակին, հարթակը օբյեկտիվ չի։ Հիմա որ դեպքում հարթակը կլինի օբյեկտիվ է տարիֆ հասկացողության մեջ, եթե ինքը առհասարակ տարիֆից միջնորդավճար չունենա, շահ չունենա։ Քանի որ ինքը ստեղ ունի 20%-անոց շահ, մի րոպե, չի տա, ստեղ ուրիշ խնդիր է առաջանում։
Համաձայն եմ, եթե կարող մտածում եք ի սկզբանե վնաս մեզ է, կարող է կարճաժամկետում ի վնաս Հիմա փաստացի երրորդը չի տալիս ինքը։ Ահա, էլի չի տալի։ Որտեվ շատ չունի չի տա։ Հա, երրորդը չի տալի։ Ես ինչ եմ առաջարկում, ես ասում եմ առհասարակ պետք է ինքը զրկվի տարիֆից իր միջնորդավճարներից, որովհետև խի պետք է զրկվի հենց այն հիմքով, որտեղ ինքը չի կարող սահմանել տարիֆը։ Այսինքն ալգորիթմը քո համար թափանցիկ չի։ Դու չգիտես օրվա որ ժամերին ինչքան տարիֆ առնելու, ճիշտ է։ Այսինքն կամայական սկզբում կարող է ինքը օբյեկտիվ, չդնենք կասկածի տակ օբյեկտիվա թե չէ։ Եթե այդքան օբյեկտիվ ես, հրաժարվի քո այս տարիֆից առհասարակ քո միջնորդավճարից, որովհետև դու ասում ես, եթե շոֆեր շատ ունենայի, ես այդ 1000 դրամանոց պատվերից գանձելու է 165 դրամ։ Բայց երբ որ շոֆեր չունես, այս նույն 1000 դրամանոց պատվերը ընդունենք պլյուս 1000-ով տալիս ես 2000-ով այլ վարորդի։ Խես 330 գանձում։ Դու պատրաստ ես իր 165-ով վաճառել այդ պատվերը։ Ուրեմն դու ինչ ասում ես, չէ՞։ Նայ, խնդիրը հիմա մենք մագերեսային մի թեթև ներկայացնում ենք, բայց խնդիրը այնքան խորն է, որ այս հարցը բարդ։ Կարա շուտա մեր դեմ։ Վերաբերվում է բոլոր օպերատորներին, ասեմ ինչ։ Այս ինչ խոսում է, ամեն մի օպերատոր մինիմում 1 հոգի ունի, որը նստած նայում է Yandex-ի տարիֆներին։ Հա, այսինքն իրանք չունեն սեփական։ Համ ինքնա այս ամբողջ փլաֆը էտել ստել։ Ու մյուսներն նայում են այս փլաֆը թե ոնց է կառուցում այդ պահին 100 կամ 100 դրամի տարբերությամբ կամ ավել կամ պակաս մյուս օպերատորները հավասարեցնում են Yandex-ի։ Որ պատվիրատու չփախնի, բայց այսինքն ստացվում է կեղծ, մեր ասած կեղծ գնագոյացում։ Հիմա որպեսի, այո, Yandex-ը կարա մեզ խոսքի կոպիտ ասած մեր բոշկա գլորի, ասի հա համաձայն է, տարիֆից չեմ օգտվում ու տարիֆ չտա մի որոշ ժամանակ։ Հա չտաս, քշող չի լինի պիկ ժամերին։ Ստիպված ես լինելու գնագոյացման հիմնական բաղադրիչը արժևորելու։ Հասկանաք, այսինքն եթե ինքը ուզենա մեզի այս մեր առաջարկը ի վնաս մեզ կիրառել, մենք ասում ենք վստահենք կա հնարավոր ճանապարհ, որպեսզի գնագոյացման հիմնական բաղադրիչներով որոշվի պատվերի ճշգրիտ օբյեկտիվ արժեք։ Ոչ թե ասենք, խոսքին օրվա մեջ մի հատ պլյուս 1000-ով պատվեր անես, չգիտեմ, պրոկով եսի մինչով իտոկում այդ պլյուս 1000-ով արածը քո վրա չնստի, մնացած ժամերին խոսքի կոպեկներով քշես։ Հենա, երեք սկրինշոթով արուն էր տեղադրել 30 կիլոմետր 2300 դրամ։ Մինուս 25%։ 28 կիլոմետր, ինքը մի քիչ կարճ է քշել, 28 կիլոմետր քշել էր 40 րոպե։ Հələ դրանից միջնորդավճարները հանի։ Ընդ ինչ կմնա այդ մարդուն։ Չէ, ես միշտ ցանկացել եմ իրանց, ովքեր համաձայն են այդ թվերի հետ, ես ցանկանում եմ, որ իրենց կյանքում այդպես փոփոխություն լինի։ Իրանք քշեն այդ 28 կիլոմետրը, իրանք առնեն այդ 2300 դրամը, իրանք վճարեն 25%։ Հա։ Բոլորին ցանկանում եմ, իսր դե առավոտ կանուխ։ Աշկերները բացեք դենց էլ։ Մեկ էլ լավ կլինի, ովքեր վիդեո միջև վերջ նայում են, գրեք ձեր առաջարկները, մեր առաջարկներին ձեր դիրքորոշումը հայտնեք մեկնաբանություններում, հնարավոր է մոտ ժամանակները սկսվի լայվ ֆորմատ այս ձևաչափը, որ մենք պարբերաբար, այդ պարբերականությունը դեռ որոշված չի բացառվում, որ լինի ամեն ամսվա 11-ին եւ 22-ին։ Մենք այս 2 տարի առաջ որոշել ենք ի սկզբանե լայվ ֆորմատը օգտագործենք, բայց անցանք հավաքների ֆորմատին, բայց էլի ուշ չէ, մենք կարանք վերադառնանք լայվ ֆորմատին ու մեր խնդիրները փորձենք լուծել այս մեթոդով, ինձ թվում է ամենաարդյունավետ մեթոդն է։ Այնպես որ եթե ունեք առաջարկներ, չգիտեմ, մեր բարձրացած հարցերի վերաբերյալ ձեր դիրքորոշումը համաձայն եք, համաձայն չեք կամ ասամբեք համաձայն, մեկնաբանություններում գրեք կամ եթե մեր անձամբ մեր WhatsApp-ի համարները ունեք, գրեք, բայց զանգով մի զանգեք, որովհետև ոչ միշտ է լինում հարմար։ Գրեք, մենք գրելով իրար կհասկանանք, պետք լինի կհանդիպենք։ Ես մի բան էլ ավելացնեմ, այս ամեն ինչը, եթե ուրեմն լսեն Լստակյան պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցները կամ նախագահ, եթե իրանց համար սա կլինի կասկածելի, այս թվերը, այս մեր խոսակցությունը, մենք միշտ պատրաստ ենք հանդիպման Գեգամ Գևորգյանի հետ, ուղիղ։ Մեկը Գևորգ Պապոյան, турքերի մասով մոռացա։ Հա, турքերի մասով ճիշտ է, այս турքերը շատ կարևոր է։ Գևորգ Պապոյան ճիշտ է մի։ Գևորգ Պապոյան, այո։ Հա։ Այս турքերի մասով ես ասեմ, որ վարորդների մոտ ոնց կա 2024 թվականի սեպտեմբերի 1-ից թյուր ըմբռնել, թյուր կարծիք, նույն դες մնացել է, որովհետև խեղաթյուրել են այս դաշտը, այն ժամանակ որ 24 թվականին մեր
նախաձեռնությունը սկսեց պայքարել սրա դեմ, որ վարորդների պարանոցին չբերեն փաթաթեն այս турքերի միջնորդավճարը, մեխանիզմը, իրանք առանց ոչ մի վարորդի հետ խոսալով, մի խոսքով առանց ոչ մի բանի ընդունեցին օրենքը եւ փաթաթեցին մեր վրա։ Վարորդներին էլ հրամցրեցին սոց կայքերով, որ դուք չեք ուզում զինվորի փոխտակ, մի խոսքով եղավ են ինչ եղավ եւ հիմա ուզում եմ լուսաբանենք վերջնական, շատ անգամ ենք խոսացել հրաչ, որ վարորդները բացարձակ բյուջե, պետք, տուրք, չգիտեմ, ինչ լեզվով ասեմ, իրանց լեզվով իրավաբանորեն չեն վճարում։ Հա, չեն վճարում, վարորդներ ջան, դուք ոչ մի լումա զինվորի գումար չեք տալիս։ Բայց ձեզանից վերցվում է ուրիշի անունով վճարում։ Այո, Պարզ։ այո։ Ձեզ խապել են, մեզ բոլորիս խապել են օպերատորները նոյեմբերի 24 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ ամեն ինչն հանդուրժել են տրանսպորտի վարչությունը։ Այո, չէ, մի րոպե, իրանց հետաքրքիր չի թե ով է տալիս, իրանք օրենքն ընդունել են, իրանց բացարձակ չհետաքրքիր որ ժողովրդի գրբանը մտավ օպերատորը։ Իրանք կարային ստե մի հատ կեդիկ դնեին, որ դուք պետք է տաք։ Մենք ծրագրում չտեսնենք -5%։ Բայց պետք է գիտես ստեղ որտեղ է սխալ։ Պետք է սխալը ասում է, եթե մեզի ասում է տրանսպորտի վարչությունը ասում է մենք էդի Թուրքիա ենք ենթարկում հարթակներին, ասում է օրինակ 5%-ա, չէ՞ հիմա կանխիկի դեպքում 4% անկանխիկի դեպքում։ Ասում է մենք Թուրքիա ենք ենթարկում հարթակներին։ Բայց եթե դու հարթակներին ես Թուրքիա ենթարկում, ես վարորդի շրջանառության վրա կիրառում 1000 դրամանոց պատվիրից գանձում ես 50 դրամ։ Դե այդ հարցն է տվեցին, ասում ամբողջ Հայաստանում է դες։ Հա, բայց էսի կեղտոտից է վերցնում։ Մի րոպե կեղտոտից, եթե սուբյեկտը հարկման սուբյեկտը, եթե վարորդն է, բայց ինքը ասում է հարկման սուբյեկտը վարորդը չի, հարթակն է։ Հարթակի շրջանառությունը 165 դրամն է 1000 դրամից։ Հետևաբար այս 5%-ը պետք է կիրառվի 165 դրամի վրա։ Հասկանում ես, որն էլ իրական 165-ի 5%-ը ինչ է ստացվում։ 8 դրամ։ 8 դրամ, այսինքն պետք է լինի ամբողջ 8% վարորդի վրա ազդեցությունը, ոչ թե 5%։ Պատկերացրիր։ Այս ամբողջ հարցը մենք մեռանք այս նույն հարցով, ես անձամբ Գևորգ Պապոյանի բանին ռադիոավրոյի հարցազրույցին եմ արձագանքը իրան նշել եմ, բայց դեռ պատասխան չկա։ Ամեն դեպքում այս турքերի մասը մնում է խնդրահարույց ու մի շարք հարցեր։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին մենք ինչ հարցեր ենք։ Էսի, չէ, էսի 2 տարի առաջվա հարցերն է, տնամ ստեղ կա։ Այսա, պետական եկամուտների առնչվող հարցեր։ Նա էսի մենք դեռևս 24 թվականի մարտ ամսին ենք էսի կազմել։ Այս բանին գործող 2.5% ավելացած հարկը ներառված on-line հարթակի միջնորդավճարների մեջ, որի արդյունքում մենք վճարում ենք մեկ կատարած 100% շրջանառության դիմաց, սակայն արդյոք պետք է ունի լիակատար վերահսկողություն on-line հարթակի կողմից ներկայացվող շրջանառությանը։ Մեր խորին համոզման ոչ, այսինքն ստացվում է, որ պետությունը չունենալով լիակատար վերահսկողության լծակներ, արդեն իսկ կիրառում է տոկոսային հարկում, որը 100%-ով անդրադառնում է վարորդների վրա, ավաղ on-line հարթակի համար ստեղծում է ոչ թե հարկային ծախս, այլ հավելյալ եկամտի աղբյուր, այսինքն պետությունը իր այս քայլով լեգիտիմացնում է հարթակի կողմից միջնորդավճարների բարձրացումը, ակնկալելով հարթակի բարեկեցությունը շրջանառության չափի մասով։ Այսինքն այս քայլով турքերը մցրել, այսինքն մենք գրել ենք հələ որ турքերը կիրառության մեջ չեն եղել։ Մենք այս փաթեթը ներկայացրել ենք մրցակցության Պեկին, հետո մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Այս փաթեթը կա, իրանց ենք մենք տվել։ Բայց դեռ այս ցանկից մի շարք հարցերի լուծում չի տրվել։ Բացառությամբ զեղչի, որի համար մենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովից շնորհակալ ենք եղել։ Բայց դա բավարար չի, հարգելի մրցակցության պաշտպանության։ Ես հենց կարծում եմ, որ մենք եթե իրոք ժողովրդական երկրում ապրենք, իրավական երկրում ապրենք, այս մի քանի տարիների ուրեմն թաքնված զեղչերը, որ վարորդից գողացել եք, Արմենիան, պետքա վերադարձներ։ Պետությունը պետքա նստել իր հետ հաշվարկաներ, ասել օրինակ Դանիելյան Զավենը 4 տարի կոմֆորտով զեղչերով քշել է, միջինը այսպես, այնպես հաշվեր եւ կոմպենսացներ։ Այսքանով ավարտենք, հա։ Հա, այսքանով ավարտենք։ Այսքանով ավարտում ենք, ամենայն հավանականությամբ այսօր ամսի քանիսն է։ 17։ Հա։ Հավանաբար ամսի 22-ին կունենանք եւս մեկ այսպիսի ֆորմատ։ Եթե ոչ, ուրեմն հաջորդ ամսվանից։
Այսքան հաջողություն հարգելի հետևորդներ, կհանդիպենք։